Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև դա դարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պայն ես զրուցելու եմ Հայաստան Դաշնքից պատգամավոր Ագնես Ախամյանի հետ, ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Հիմա կրկին քննարկումները վերադարձել են Չեռնամիրձին ասած, չէ, երբեք այսպես չէր եղել եւ ահա կրկին։ Ձեզ թիրախավորում են, ասում են դուք պահում եք Նիկոլին, մասնավորապես երկրորդ աղբյուր Ռոբերտ Քոչարյանը, թիրախավորողները Սերժ Սարգսյանի թիմակիցներն են կամ իր հետ փոխկապակցված անձինք եւ գուցե քաղաքացու համար տրամաբանական հիմնավորում են բերում, ասում են մենք իմպիչմենտը նախաձեռնել ենք, իսկ դուք չեք միանում մեզ։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ Բորիս հրավերի համար։ Իհարկե շատ զավեշտալի է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերած կամ Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալը չկանխած մարդիկ մեղադրում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա թիմին Նիկոլ Փաշինյանին պահելու մեջ, սա այն դեպքում, երբ որ բազմիցս ասել եմ 2018 թվականին, երբ նախագահ անգամ Հայաստանի Հանրապետությունում չէր գտնվում ֆիզիկապես, պարզապես կարող էր մնալ ձեռնպահ բոլոր իրադարձություններին մասնակիցը դառնալուց, կարող էր չվերադառնալ Հայաստանի Հանրապետություն, չպայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ եւ այն մինուս անվերջություն վարկանիշը, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին իշխանական ընդդիմադիր մամուլով ստեղծել էին երկրորդ նախագահի համար, չվերականգներ, չթարմացնել մարդկանց հիշողությունը եւ 2021 թվականի ընտրությունների ժամանակ չմտներ խորհրդարան։ Հիմա իհարկե գիտեք զավեշտալի է, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, եփած հավի ծիծաղնել է գալիս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանին իշխանության պահելու մեջ մեղադրանքները։ Տեսեք, հիմա հերթով այսպես կոչված իմպիչմենտի գործընթացի մասին ես երեք ինձ համար նաև արձանագրեցի, որ իրենց համառ ջանքերի շնորհիվ իմպիչմենտի գործընթացը մարդկանց աչքին արդեն ծաղրի է վերածվել։ Իմպիչմենտը անլրջացրել է, հեսա հերթով կանդրադառնամ բոլոր դրվագներին գործընթացի հետ կապված, նաև կվերհիշենք իրադարձությունների ընթացքը։ Իրենք այնքան են անլրջացրել իմպիչմենտի գործընթացը, որ երբ որ օրինակ 2 ամիս հետո, 3 ամիս հետո դրա կոնկրետ հիմքերը ստեղծվեն իմպիչմենտ իրականացնելու համար, իսկապես այդ հիմքերը ստեղծվեն եւ մենք տեսնենք այդ հիմքերը ստեղծելու համար, այնքան են անլրջացրել գործընթացը, որ շատ ավելի քիչ հավանական է դառնում այդ գործընթացը իսկապես հաջողության հասցնելու եւ մարդկանց համոզելու համար, թե որքան կարեւոր է այդ գործընթացը։ Այս process-ը դուք հիշում եք, որ սկսեցին Նարեկը եւ իր գործընկերը եւ ասում են, որ մենք որևէ մեկի հետ կապ չունենք, որ մենք անհատապես ցանկանում ենք աշխատել ազգային ժողովի բոլոր падգամավորների հետ եւ իշխանական падգամավորների եւ ընդդիմադիր падգամավորների հետ եւ ամբողջ զավեշտը կայանում էր նրանում, որ հենց ամենասկզբում թիրախավորվեց Հայաստան Դաշինքը, թիրախավորվեցին Հայաստան Դաշինքի Հայաստան խմբակցության падգամավորները։ Մինչդեռ պարզ տրամաբանությունը հուշում է, որ առաջինը թիրախում, պայմանական թիրախում պետք է լինեին ԿՊ-ական падգամավորները եւ այսպես կոչված անկախները, չէ՞, պարզ տրամաբանությունը դա է հուշում։ Պարզ տրամաբանությունը, Բորիս, նաեւ մարդկային հարաբերություններում ԿՊ-ականներից այդ նախաձեռնողների վերաբերյալ լսել ենք ականջներ կտրելու բանի սպառնալիք, ասեմ ԿՊ-ականները մտնելու էին քննարկման մեջ։ Երբ գործընթացը ազգային ժողով մուտք անելու, այսինքն նիստ գումարելու համար պետք է 36 ստորագրություն, իսկ իմպիչմենտը ամբողջությամբ հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է եւս 18 ձայն, այսինքն
միևնույն է այդ աշխատանքը ԿՊԱ-կանների հետ միևնույն է պետքա տարվեր, այդ ճակերտավոր աշխատանքը պետքա ԿՊԱ-կանների հետ տարվեր։ Հիմա վերադառնալով այդ իրադարձությունների շղթային Դուք հիշում եք, որ հենց սկզբում թիրախավորվեց եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիմնականում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հետո նախ փորձեր արվում Հայաստան դաշինքին տարանջատել երկրորդ նախագահից։ Հետո հայտարարություններ էին հնչում, որ երկրորդ նախագահը աջակիցներ չունի, 18 աջակից ունի, թե 25 աջակից ունի, ուժ չունի, իրենից ոչինչ չի ներկայացնում, ռեսուրս չունի ամենակարևորը ու պարզ հարց էր առաջանում, բա որ ռեսուրս չունի։ Ինչ եք ուզում երկրորդ նախագահից եւ իր խմբակցությունից։ Եվ եթե մարդիկ, տեսեք, եւ եթե մարդիկ, ես չգիտեմ իրանք ինչպիսի աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվում իրենց շեֆերի հետ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ օրինակ ինձանից դուք գերի տպավորություն ստանում եք, թե չեք։ Լավ եմ բանում, բայց մնացածին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ որևէ մեկը չի գտնվում գերության մեջ եւ շատ ավելի ազատության մեջ է գտնվում, քան իրենք են գտնվում, իսկ իրենք թե ինչպես են աշխատում, իրենց ստատուսները ինչպես են հայտնվում Facebook-ում եւ այլ հարթակներում, այդ ես շատ լավ գիտեմ։ Գործընթացի սկզբում ոչ միայն թիրախավորվեց, այսինքն իրենք հայտարարում էին, որ ուզում են իմպիչմենտ անել, բայց հենց ամենասկզբում, դուք հիշում եք այդ հայտարարությունները, հենց ամենասկզբում դեռ Քոչարյանի հետ եւ Հայաստան խմբակցության падգամավորների հետ չխոսացած հայտարարվեց, որ Քոչարյանը եւ Հայաստան խմբակցությունը չի ուզում իմպիչմենտ։ Այսինքն ամենասկզբում արձանագրենք, որ Հայաստան խմբակցությունը թիրախավորվել է։ Եվ ամենասկզբում մեր հայտարարության մեջ էլ հստակ ասվել է, մենք հայտարարություն տարածեցինք դրանից հետո, երբ որ ինչ-որ նամակներ ուղարկեցին падգամավորներին ակնկալելով անհատական պատասխաններ, մենք շատ հստակ հայտարարություն տարածեցինք, որ մենք իմպիչմենտի գործընթացը դիտարկում ենք այո, բայց ակնհայտ է նաև այս գործելավոճը հաշվի առնելով, որ այս ամեն ինչի նպատակը իմպիչմենտը չի։ Այս ամեն ինչի նպատակը Քոչարյանին եւ Հայաստան խմբակցությանը հանելն է շարքից, փչացնելն է ժողովրդական լեզվով ասած։ Եվ երբ որ իրենք փորձում են համոզել, որ մարդկանց փորձում են համոզել, որ իրենք ձեռքերը ծալած նստած սպասում են 2026 թվականին, սիրելի հայրենակիցներ, թույլ տվեք ասել, որ այս գործելավոճն է հենց հուշում, որ իրենք են պատրաստում իրականում 26 թվականի ընտրություններին։ Իրենք ընդհանրապես ձայներ ապահովելու, ձայներ հավաքելու խնդիր ունեն 2026 թվականի խորհրդանenտրությունների ժամանակ։ Հիմա վերջին իրադարձություններին անդրադառնանք։ Դուք գիտեք, որ 3 հանդիպում է տեղի ունեցել։ Ասում են չեք ստորագրել։ 3 հանդիպում է տեղի ունեցել Հայաստան խմբակցության եւ պատիվ ունեմ խմբակցության падգամավորների հետ։ Հանդիպումը դեռ չավարտված։ Պատիվ ունեմ խմբակցության падգամավորները հրապարակում են ձևաթուղթ։ Ձևաթուղթի տակ իրենց անուն, ազգանունները, համարները եւ ստորագրությունները։ Հանդիպումը չավարտված։ Դրանից հետո մենք հայտարարում ենք, որ մեր ստորագրությունները առկա են։ Մեր 28 բացակայող պակասող ստորագրությունները ամբողջությամբ, ամբողջ ֆրակցիայի падգամավորների առկա են։ Մենք հրապարակում ենք համանման ձևաթուղթը ստորագրություններով։ Մենք հիմա կարող ենք անգամ էկրաններին ցույց տալ։ Պատիվ ունեմ խմբակցության այդ ձևաթուղթը, որը հրապարակվել է, հանդիպումը չավարտված, այս շատ կարևոր դրվագ է, էլի, որտեվ դու երբ որ հանդիպում ես ինչ-որ հարց ես քննարկում, դա ենթադրում է ավարտ, ամփոփում, այնուհետև գործողությունների շարունակություն։ Հանդիպումը չավարտված, ձևաթղթի տակ եք դուք ստորագրել։ Հիմա այս, եթե, չգիտեմ, հիմա կադրում եթե մեր ռեժիսորը կադրում ցույց տա այդ ձևաթղթերը, եւ մեր սիրելի հայրենակիցները կտեսնեն այդ երկու ձևաթղթերը, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչպես կարող է այս մի ձևաթուղթը պատիվ ունեմի խմբակցության падգամավորների ստորագրությամբ համարվել իմպիչմենտի գործընթաց, Հայաստան խմբակցության 28 падգամավորների համանուն ստորագրությունները համարվել Նիկոլ Փաշինյանին պահելու փորձ։ Եթե որևէ մեկը ինձ կարողանա բացատրել, ես պարզապես նրան կծափահարեմ։ Падգամավորը ասում է այդ ստորագրությունը պետք է մեզ միտեղ հավաքվել։ Ինչու չեք տալիս իրենց, չեք վստահում։
Գիտեք ինձ ինչ է Պատիվ ունեմ Ներողություն, ինձ խմբակցության, ինչն է ես զարմացնում, ես պատասխանեմ ձեր հարցին։ ավարտեմ, ինձ ինչն է զարմացնում, որովհետև քաղաքական կուլիսներում իհարկե կան խոսակցություններ, մենք շատ լավ, ես գոնե լավ պատկերացնում եմ, թե ինչու չեք տալիս ստորագրություններ ես ձեռք։ Եվ ինչ են իրենք ուզում վերցնել, բայց ժողովրդի հետ դուք անկեղծ չեք խոսում։ Այսինքն պարզ չեք ասում, որ այս մարդկանց փորացավը կոպիտ ասած, այս պահին իմպիչմենտը չի։ Ասում ենք, որ այս ասում ենք։ եւ միայն ձեզ թիրախավորելը չի։ Ասում Դա ենք։ ապագա գործընթաց իրենց գրպանում դրած ունենալու Ես փորձ է։ ասում եմ, չէ, որ իրենք պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին։ Իրենք պատրաստվում են 26 թվականի ընտրություններին, իսկ ինչ վերաբերվում է այդ թուղթը, որը մեր մոտ դրված է սեյֆում, ես չեմ կարողանում հասկանալ։ Խնդիրը, որ այդ թուղթը հայտնվի Սերժ Սարգսյանի սեյֆում, իսկ կարող եմ ես ողջամիտ կասկածներ ունենալ, որ այդ թուղթը իրենք ցանկանում են, որ ֆիզիկապես հենց իրանց ձեռքում, իրանց սեյֆում լինի, որ վերջում դնեն Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների առարկա դարձել են։ Ես էլ չեմ Որտեղ ուրիշ տրամաբանություն, որովհետև այդ դրամաբանություն մեր սիրելի հայրենակիցները թող բացատրեն, նորից եմ ասում, այս երկու թղթերի մեջ որն է տարբերությունը։ Լավ, այստեղ ուրիշ այս մարդիկ ասում են 36 ստորագրության դեպքում էլ մենք չենք տանելու խորհրդան, պետք է լինի 54։ Շատ լավ։ Այդ դեպքում ինչի են շտապում։ Մենք հիմա ասում ենք, այստեղ շտապելու հարց չի։ Այստեղ մանիպուլյացիաների հարց է, եւ ես կարծում եմ, որ 2018 թվականի իրադարձությունների պատճառներից մեկը, Սերժ Սարգսյանին մերժելու պատճառներից մեկը նաեւ քաղաքական, հասարակական, հանրային կյանքում արկա, կներեք այդ բառի համար, մուտիտի մեծ դոզաներ։ Բոլոր process-ները մուտիտի շրջանակներում էին, ներողություն եմ խնդրում եւս մեկ անգամ այս բառի համար, որովհետեւ իրենք պահում էին Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրին, ինդուլգենցիա ուներ Նիկոլ Փաշինյանը, ամենասուրճ ելույթները, հայտարարությունների, այսպես բանը իրենն էր, ֆինանսավորումը չմոռանանք, համաներումով ազատ արձակվեց, պատիժը ամբողջությամբ չկրեց, այսինքն որ մեկը ասենք, ամբողջ process-ները քաղաքական մանիպուլյացիաների շրջանակներում են։ Որ ինչ ասում, չի ասում, որ մեկը ասի, որովհետև ինչ որ ասում եք ճշմարտություն ասում, ինչ եք հիմա ասում։ Դուք գիտեմ, ասել եք, որ կա ջենտլմենական պայմանավորվածություն, կներեք էլի, բայց իմ մոտ հարց է առաջանում որպես քաղաքացի։ Այսինքն ինչու պետք է թաքցվեր ճշմարտություն, ինչ որ ջենտլմենական պայմանավորվածություն, որովհետև երկրորդ նախագահն էլ չի ասաց, որ իրեն թիրախավորել են 2008 թվականին պաշտոնը թողնելուց հետո։ Դուք շատ ներողություն, շատ լավ գիտեիք ում ինչ են պահում, դուք գոնե երկարամյա լրագրող եք։ Դուք շատ լավ գիտեիք Արման Բաբաջանյանին ով էր պահում, Նիկոլին ինչ էին պահում, ինչ էին խոսացնում։ Այդ ամեն ինչը գոնե մեզ համար, մեր դաշտի ներկայացուցիչներում շատ լավ հասկանալի էր։ Գիտեք, ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների համար էլ հասկանալի այլևս։ Չէ, քաղաքացիների համար հասկանալի է, բայց հիմա արդար հարց առաջում, ինչու պետք է 2018 թվականից սկսած այս ճշմարտությունը ինչ որ դուք հիմա ասում եք, եւ ես ողջունում եմ այդ ճշմարտության համար ձեզ։ Այդ ճշմարտությունը ասելու համար թիրախավոր էին Արտուր Համբարձումյանին, Արգիշտի Կիվիրյանին, ինձ, եւ մի երկու հոգու էլ, որ այս ճշմարտությունը ասում էին։ Եվ Քոչարյանի թիրախավորելու իմաստով, եւ 2018-ի իշխանափոխության իմաստով, այսպես կոչված իշխանափոխ եւ Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլին պահելու ու էլի ուրիշ մարդկանց փեսայի միջոցով պահելու։ Բայց արդար է այդ դեպքում վերաբերմունքը, որ ասենք մենք դառնում էինք թիրախ, իսկ դուք գործընկերներ էիք այդ մարդկանց հետ, որոնց թիրախը հիմա դուք եք դարձել։ Եթե իմ ներողությունը կշտկի իրավիճակը կամ կմեղմի իրավիճակը, ես ներողություն եմ խնդրում հանրությունից, որ չենք խոսել, ես ներողություն եմ խնդրում հանրությունից, որ այս ամեն ինչի մասին չենք խոսել եւ կամ հիմա ուշ ենք խոսել, բայց ես ձեզ մի բան եմ վստահեցնում։ Մեր ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում է, շատ լավ տեսել է ամեն ինչ եւ վերլուծությունն էլ 18 թվականի իրադարձությունների եւ դրանից առաջ էլ տեղի ունեցած իրադարձությունները շատ լավ հասկանում է։ Գիտեք, ամենամեծ խնդիրը մարդկանց, ես հիմա կոնկրետ անուններ չեմ ուզում տալ, որն է եւ որտեղ են սխալվում իրենց հաշվարկներում, ժողովրդին էշի տեղ դնելու մեջ են սխալվում։ Ժողովուրդը շատ լավ գիտի, շատ լավ տեսնում է։ Այս process-ից կարծում եք ժողովուրդը հետևություններ չի արել իր համար։ Ժողովուրդը շատ լավ տեսնում է, որ հենա Հայաստան խմբակցությունը 28 իր падգամավորներով ստորագրել է, ստորագրությունները այնտեղ դրված է։ Կամ հետո երեկոյան
որպեսզի իրավիճակը այսպես փորձեն սրբագրել, ասում են, որ այդ edge-ը, որ հրապարակել ենք ձևաթղթի, իրականում այդ edge-ից առաջ նախաբան կա, որոշման նախագիծ կա, թեկնածու կա, հիմնավորումներ կա, մենք էլ ունենք։ Մենք էլ ունենք այդ որոշման նախագիծն էլ, հիմնավորումներն էլ, թեկնածուին էլ ունենք։ Մենք էլ ունենք, թե դուք այնքան էիք շտապում, որ հանդիպումը չավարտված, ափալ-թափալ հրապարակում էիք, որ ավելի փորձեիք այսպես սրել իրավիճակը եւ սլաքներ ուղղել Հայաստան խմբակցության падգամավորների դեմ, ես նորից եմ ասում, Հայաստան խմբակցության պակասող 28 ստորագրությունները կան, դրված են մեզ մոտ, հա մի բան էլ են ասում, եւ եթե իրենք երբ որ պատրաստ լինեն մուտք անել նիստի, թող իմանան, որ այդ ստորագրությունները կա։ Այս ամեն ինչով հանդերձ, այս ամեն ինչով, այս մանիպուլյացիաներով, մուտիլովկաներով հանդերձ, այդ բոլոր ստորագրությունները մեր падգամավորների միևնույն է կան, ու մենք երբ որ մուտք անեն, պատրաստ ենք դա տրամադրել։ Կամ երեք ասում են Էդգար Ղազարյանն էր կարծեմ, ասում է այ ինչի 28-ից հետո մի հատ տողել օրինակ 29-ը չկա, կամ ինչի է կապույտով, թե սևով ստորագրված, այսինքն արդեն տրամաբանության շրջանակներ վերադառնում։ Չէ, տրամաբանության շրջանակ, գիտեք հաջորդ բան չի թող քննարկել։ Չէ, ուրիշ բան եմ ուզում ասել։ Ես գիտեմ հաջորդ պահանջը ինչ է լինելու։ Հաջորդ պահանջը լինելու է, ասել են այդ ստորագրությունները օրինակ ինչի Սերժ Սարգսյանի նկարի տակ չեք ստորագրել։ Կարող է տենց, հա կարա տենց պահանջ լինի։ Ես ենթադրում եմ, որ կարա տենց պահանջ լինի, որ այդ ստորագրությունները պետք է արվեն Սերժ Սարգսյանի նկարի ներքո օրինակ։ Կապույտ գրիչներով կամ սև գրիչներով, բայց լուրջ չի, չէ՞, այս ամեն ինչը։ Տեսեք, դուք եք ասում, որ լուրջ չի, բայց մարդիկ էլ են տեսնում, որ լուրջ չի։ Իրենք իմպիչմենտի գործընթացը, որ սկսում էին, արգելի Ագնես։ Ծաղրի են Սերժ Սարգսյանը ասում էր, որ իրենք տեխնատու չունեն, ավելին ասում էր, որ իրենք իշխանության գալու հավակնություններ չունեն, որպեսզի ես չլինեմ իր խոսքերը փոխանցել, ես խնդրեմ ռեժիսորը միացնի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից դրվագներ մեկ ամիս առաջ անդամ են եղել եւ հարց ունեմ այդ։ Ես հիշում եմ այդ հայտարարությունները, բայց լսենք, որ հերթատողներն էլ հիշեն։ Թող լսենք, որ չմտածեն, որ դրանք մեր մեկնաբանություններն են։ Խնդրեմ, լսենք ու շարունակենք։ Ես նպատակ չունեմ եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու։ Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Պարոն նախագահ, քանիցից բացասաբար եք արտահայտվել հետագայում պետական ղեկը ձեր ձեռքը վերցնելու մտքի վերաբերյալ։ Սակայն արդյոք Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ձեր իսկ առաջնորդությամբ առաջարկում է այլ անձի թեկնածություն երկրի ղեկավարի պաշտոնին։ Լավ չլսեցի, ներողություն։ Ինչու չենք առաջարկում թեկնածու։ Չէ, առաջարկում եք, թե չեք առաջարկում։ Չէ, չենք առաջարկում։ Չենք առաջարկում, որովհետև շատ պարզ բան է։ Որովհետև իմ խորին համոզմանը այսօր մենք չենք լուծում վարչապետի հարց։ Մենք այսօր ուզում ենք իշխանափոխություն։ Դրանք տարբեր բաներ են։ Հենց ընդդիմության խնդիրներից մեկն էլ նա է, որ այդ ընդդիմության ճնշող մեծամասնությունը առաջերտին ուզում է տեսնել իր տեղը այդ իշխանությունում, նոր հետո իշխանափոխություն։ Ես համարում եմ, որ հակառակը պետք է լինի։ Պետք է իշխանափոխություն արվի, այստեղ կարող է որևէ մեկը ասի, բա որ ավելի վատ լինի։ Դե միշտ էլ այդպես կարելի է, սրանից վատ էլ ինչ կարող է։ Ամեն անգամ, գիտեք, մեզ ասում են, որ արդեն всё, վերջ, ասել ենք հատակի։ Մեկ էլ մեկը ներքևից թշկացնում է, ասում է տղեր, կլայշնելու տեղ ունեք։ Դες ամբողջ խնդիրը։ Իշխանատենչությունը լավ բան չի, միշտ վատ բաների է բերում։ Պատասխանեցիք թե չէ։ Լսեցինք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, հարցս հետեւյալն է։ Լավ, սա այս հայտարարությունը արվել է ձեր ասած այդ մուտիտի տրամաբանության մեջ, որ էլի քաղաքական դաշտը խառնում էր, թե պլաններ են փոխվել։ Որովհետև ընդհանրապես 2-3 շաբաթ առաջ մարդը համոզված ասում որ իրանք չունեն տեխնացու, որ իրանք իշխանության գալու հավակնություն չունեն, ավելին ասում է իր թիմը իշխանության գալու հավակնություն չունի։ Իհարկե մեր հյուրերից մեկը առաջարկեց ասել, եթե հանրապետականը իշխանության գալու հավակնություն չունի, երկու կուսակցությունը փակեն բարի խմբակ կամ շախմատի խմբակ բացեն, որտեղ խմբակները կարող են չուզենալ իշխանության գալ։
Հիմա ինչ որ պլան է փոխվել ձեր գնահատմամբ, թե ի սկզբանե այսպես էլ պիտի լիներ, ուղղակի չստացվեց։ Չէ, պլանները բնականաբար փոխվում են ըստ նրա, թե ինչպես է իրեն դիրքավորում Հայաստան խմբակցությունը այս քարոզչական գրոհներին, Հիմա ինչով դուք ստիպեցիք, որ մարտավարական այսպես իրենց մոտ կարող են ծրագրեր փոխվել ըստ նրա, թե ինչպես կարող են ավելի շատ թիրախավորել Հայաստան խմբակցությանը։ Իսկ գիտեք, այս կտորը որ լսում էինք, իմ մոտ դեժավյու էր։ Դեժավյու, որովհետև նույն 2018 թվականից առաջ երրորդ նախագահ հայտարարում էր, ասում էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո ես չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին, ավելին։ Ինքը ասում էր, որ նույն մարդը իր համոզմամբ, իր համոզմունքն էր դա, եւ ինքը դրա մասին հայտարարում էր։ Ասում էր, որ իր կարծիքով, իր համոզմամբ նույն մարդը երկու անգամից ավել չի կարող ղեկավարել երկիրը եւ չի կարող լինել արդյունավետ։ Այդ համոզելը հանրապետականները համոզեցին, նոր իրավիճակ էր ստեղծվել բանակցությունների սեղանին եւ այլն, չեմ կարծում, որ այդքան համոզիչ փաստարկներ են։ Ես օրինակ հավատում եմ։ Գիտեք, ես հավատում եմ, գիտեք, որից, եթե մարդը, հասուն տղամարդը, երկիրը ղեկավարած մարդը, երկու անգամ երկրի ղեկավարումը ստանձնած մարդը, դրանից առաջ տարբեր կարևորագույն պաշտոններ ստանձնած մարդը, ասում է, որ ես համոզմունք ունեմ, որ նույն մարդը երկու անգամից ավել չի կարող ղեկավարել արդյունավետ երկիրը, ուզում է Աստված երկնքից իջնի, այդ կենսագրությամբ մարդու համոզմունքը կարծում եմ չի կարող փոխվել։ Ես գոնե վստահ եմ, որ երկրորդ նախագահին երիտասարդները եկել ասում, պարոն նախագահ, աղետ է մոտենում, խնդրում ենք դուք Հա, ես օրինակ պատկերացրեցի, վատ է էլի, ես օրինակ պատկերացրեցի, թե ինչպես կարող է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի բանի մասին կարծիքը իր հայտնել, իր համոզմունքը հայտնել, ավելին, ոչ միայն կարծիք, այլ նաև համոզմունքը հայտնել որևէ հարցի վերաբերյալ, եւ հետո այն ոնց են ասում 18 աջակիցները գնան եւ երկրորդ նախագահին համոզեն, որ ճիշտը սա չի, ճիշտը նա է։ Ես վստահ եմ, որ ինքը մնալու է իր կարծիքին եւ ցանկացած մարդ պետք է իր համոզմունքի մեջ մնա։ Երկրորդ նախագահի այդ ճկուն չլինելու պատճառով Սերժ Սարգսյանն մերժեցին, ինքը նստեց, այսինքն կարող էր, չէ՞, մի քիչ ճկուն լինել, մի քիչ համոզմունքներ փոխել։ Չէր կարող համոզմունքներ փոխել, չէր կարող։ Այդ մարդու տեսակն է այդպեսին։ Ինքը չէր կարող փոխել։ Ինքը չէր կարող օրինակ խաղեր տալ Նիկոլ Փաշինյանի հետ եւ չնստել։ Ինքը չէր կարող 2018 թվականին, երբ որ հասկացել էր իրականում այս ամեն ինչը ինչի համար է արվում, չէր կարող չխոսել։ Չէր կարող ձեռքերը ծալած Հայաստանի Հանրապետությունից դուրս, ինչպես ոմանք անում են, նստել, չէր կարող։ Հիմա այդ մարդու դատապարտեք իրեն, որ ինքն էլ է։ Փեսաներին ոմանք են ասում։ Մենակ փեսաները չեն, այս իշխանության շատ կարկառուն ներկայացուցիչներ կան, որ գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, շատ կարկառուն ներկայացուցիչներ կան, ես ձեզ վստահեցնում եմ։ Վիգեն Սարգսյանը գնացել է սովորելու։ Շատ մարդիկ կան, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, ցուցակը կարելի է կազմել, հրապարակել եւ հետաքրքրվել, օրինակ թե ինչի իրենք չեն գալիս Հայաստանի Հանրապետություն։ Եթե կարելի է, ես իմպիչմենտի մասով ամփոփեմ, եթե այլ հարցեր չունեք։ Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք տրամադրել մեր 28 ստորագրությունները։ Մենք հրապարակել ենք այն ձևաթուղթը, որոշման նախագծի տակ համապատասխան, որով երևում է մեր կամքը, մեր պատրաստակամությունը, չնայած առկա խնդիրներին, ահռելի քարոզչական հարվածներին, գրոհներին, մանիպուլյացիաներին մեզ սևացնելու, միևնույնն է, այս պայմաններում անգամ մենք ասել ենք, որ մեզ համար ամենակարևորը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, բայց ես լուրջ կասկածներ ունեմ,
որ նախաձեռնողների ցանկությունը իրականում ամենևին էլ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը չէ։ Ինձ մոտ շատ լուրջ կասկածներ են առաջացել, թե ինչի են ուզում մեր սիրելի գործընկերները Հայաստան խմբակցության 28 падգամավորների ստորագրությունները ունենալ իրենց սեյֆում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեզ մոտ ապահով դրված է, վտանգ չի սպառնում այդ թղթին, այդ ստորագրություններին, եւ երբ որ դուք կարողանաք ապահովել պակասող ձայները, իդեպ ինձ շատ օրինակ Իշխան Զաքարյանի հետ եւ այդ 28 ստորագրությունը եւ 6 ստորագրությունը կարելի է տալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր սեյֆում Ռոբերտ Քոչարյանին չեն կարող համոզել ինչ որ ուրիշ բաներ անել, դրա համար ավելի ապահով չի լինի այդպես, առաջարկ կարելի է հնչեցնել, չգիտեմ։ Օրինակ ես նաև չգիտեմ, օրինակ պատիվ ունեմ իր խմբակցությունից հեռացած Իշխան Զաքարյանի հետ բանակցություններ արել է, թե չի արել։ Ինձ հետաքրքիր է։ Թե ամբողջ արշավը Հայաստան ապացուցելու համար հանրությանը, նորից եմ ասում, Բորիս, մարդիկ ապուշ չեն։ Եթե հույս ունենա, որ մարդիկ ապուշ են եւ մտածելու են, եւ դուք իրենց կարողանալու եք համոզել, որ երկրորդ նախագահ Հայաստան խմբակցությունը չի ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, կներեք, բայց դուք չարացար սխալվում եք։ Ես երեք լսում էի պատիվ ունեմի պատգամավորի խոսքը, ասում էր, ախր մենք ինչպես գնանք ԿՊԱ-կանների հետ խոսենք, մարդիկ կասեն, ախր դուք Հայաստան դաշնքի ստորագրությունները չունեք։ Հայաստան դաշնքի ստորագրությունները դրված են իրենց տեղում։ Սա իմ խոսքերն են, երբ որ ես իմպիչմենտի գործընթացը սկսում, ասում եմ, ընկերներ, դուք չեք կարող գնալ ԿՊԱ-կաններին խնդրել ստորագրություն դնել, եթե չունեք Իշխան Զաքարյանի ստորագրությունը, որտեղ ասելու է, ձեր ընդդիմադիր ժողովրդի մանդատը ստացած մարդը մեր հետ է, ումից եք ինչ ուզում։ Եթե, Բորիս, այլ բան եմ ասում, եթե իրենց պետք լինի անգամ Իշխան Զաքարյանի հետ իրենց խմբակցության նախկին падգամավոր Իշխան Զաքարյանի հետ բանակցելու համար այդ թուղթը, ափսոս չբերեցի այդ ստորագրությունները, եթե պետք է իրենց այդ ձևաթուղթը, պատրաստ ենք անգամ, տեսեք ինչ եմ ասում, պատրաստ ենք անգամ կամ որևէ ԿՊԱ-կանի հետ, եթե բանակցությունների են իրենք գնում, եւ ոչ, եթե իրենց պետք է, իրենց գործընթացն է, մենք այս գործընթացի մասին մեր կարծիքը հայտնել ենք։ Անիրատեսական ենք համարում այս փուլում։ Հիմա իրենք ասում են իրատեսականը, շատ լավ իրատեսական է, թուղթն էլ տալիս ենք ձեզ։ Մեր 28 падգամավորի ստորագրությունը, այդ ձևաթուղթը, որոշման նախագծով տալիս ենք ձեզ։ Այդ որոշման նախագիծը ստորագրություններով վերցրեք, եթե խնդիրը դա է, որ ԿՊԱ-ական падգամավորները կամ Իշխան Զաքարյանը ասելու են ուրա Հայաստան խմբակցության 28 ստորագրություն տալիս ենք։ Էդ էլ ենք անում, տալիս ենք ձեզ։ Վերցրեք այդ ձևաթղթերը, տարեք բանակցությունների, ներկայացրեք, ասեք, էս էլ 28 падգամավորի ստորագրություն։ Բա հիմա ինչի՞ չեք։ Բայց խափում են ժողովրդին Հիմա ինչի՞ չեք տա։ իրենք խափում են ժողովրդին։ Թող գնան բանակցությունների եւ ասեն, որ բանակցությունների համար մեզ համար պետքա այդ թուղթը ունենալ մեզ մոտ, կտանք։ Հիմա ինչ անենք, տանք տանեն 3 ամիս սեյֆում իրանց պահեն։ Ասում ենք, բանակցությունների համար եթե պետք է տալիս ենք։ Երբ որ մուտք անեք, տալիս ենք։ Երբ որ մուտք անեք, տալիս ենք։ Խնդիրը ո՞րն է։ Խնդիրը ֆիզիկապես այդ 20 ստորագրությունները սեյֆում ունենալն է։ Անվստահություն կա խմբակցությունների միջև, որտեվ ըստ էության փաստարկված դուք չեք հավատում, որ իրենց հրճակած նպատակներին, այսինքն ինչ որ հրճակվել է տակը ուրիշ բան եք տեսնում եւ կարծում այդպես էլ կա։ Իրենք էլ կարծում են, որ ձեզ չեն կարողանում այսպես մատերի վրա ֆռացնել ներողություն արտահայտության համար եւ ես ձեզ շատ պետք է հիասթափեցնեմ, շատ պետք է հիասթափեցնեմ, բայց ոչ երկրորդ նախագահային, ոչ էլ Հայաստան խմբակցության որևէ падգամավորի հնարավոր չի խաղալիք սարքել ու մատերի վրա ֆռացնել։ Այդ կներեք էլի, բայց շատ ծիծաղալու է անգամ երազում նման մտքեր ունենալը։ Հիմա ուրիշ բան եմ ուզում ասել։ Եթե չեմ սխալվում, ապրիլի 24-ին էր։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք սկսում են փողոցային շարժում։ Ուրա փողոցային շարժումը։ Ես էլ իդեպ հայտարարել եմ, որ այս ամբողջ տարաձայնություններով հանդերձ պատրաստ եմ, ես անձամբ օրինակ, պատրաստ եմ հենց իրենք սկսեն, որպես վերջին զինվոր գնալ կանգնել այդ շարքի հետևում։ Բայց ուրա։
Այդ հանդիպման ժամանակ ոչ ասել են երբ են սկսում փողոցային պայքարը, ոչ նկարագրել են ոնց են պատկերացնում այս իմպիչմենտի գործընթացի ժամանակ ԿՊԱ-կան падգամավորներից ձայներ հավաքելը, ձայներ ստանալը, Ասում են, երբ որ դուք եք սկսում, մենք ձեզ չի չենք ներկայացրել։ Մենք ձեզ ժամանակացույց չենք հարցնում։ Երբ որ մենք ենք սկսել, ես չգիտեմ Սերժ Սարգսյանի օրինակ падգամավորը տեղյակ ա եղել կամ շրջապատից ինչ որ մարդիկ տեղյակ եղել են, թե չեն եղել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ երբ որ մենք ենք սկսել, եթե խոսքը դիմադրության շարժման մասին է, Սերժ Սարգսյանը ամեն ինչից շատ լավ տեղյակ ա եղել, իր հետ պարբերաբար զրույցներ, հանդիպումներ են եղել եւ ավելին, օրինակ ներկայացվել են պահանջներ, որ օրինակ իրենց թիմակիցներից ով որ երրորդը պետքա խոսա բեմահարթակից, քանի րոպե պետքա խոսա, ումից առաջ պետքա խոսա կամ ումից հետո պետքա խոսա, այնպես որ եթե ոմանք տեղյակ չեն կամ իրենց անտեղյակի տեղ են դնում, դա էլ չի անցնում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հարցեր տրվել են, այդ հարցերին պատասխաններ եղել են, այնպես որ հիմա մենք ենք սպասում այդ փողոցային պայքարին, անհամբեր սպասում ենք այդ փողոցային պայքարին եւ նորից եմ վերահաստատում, որ պատրաստ եմ վերջին զինվորի նման գնալ կանգնել այդ շարքում։ Լավ, հարց, որը ես ակնկալում եմ, որ եթե տեղ կա անկեղծ լինելու, անկեղծ կլինես եւ որոշակի բացահայտումներ կանես։ Ես գիտեմ, ես մաքսիմում անկեղծ էի մեր զրույցի ժամանակ։ Հիմա կտեսնենք մաքսիմում անկեղծ ըստ էջը։ Ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանի շրջապատից եղել են փորձեր քանդելու Հայաստան խմբակցությունը։ Իսկ նպատակը թույլատնելու Ռոբերտ Քոչարյանին ցույց տալու, որ պարակված է խմբակցությունը, ինչ որ մարդկանց գուցե կապերով իրենց հետ կապել, եղել են նման փորձեր, թե ոչ, արդյոք եղել են նման փորձեր քեզ հետ, նման խոսակցություններ կամ առաջարկներ անելու։ Ես կտենանք, վստահ կարող եմ հիմա հայտարարել։ Իդեպ ես ուրախ եմ, որ փաստորեն նման փորձեր ինձ հետ կապված չի եղել։ Չի եղել նման բան եւ այս ձեր տեղեկատվությունը նաեւ ինձ ուրախացրեց։ Այսինքն եթե դուք ունեք ինֆորմացիա, որ ինչ որ փորձեր են արվել, ինչ որ падգամավորների մեր խմբակցությունից կամ շրջապատից պոկելու, ես շատ ուրախացա, որ այդ փորձը անգամ ինձ հետ չի արվել, շատ է ինձ ուրախացրեց եւ փաստորեն ողջախոհությունը գիտեմ, որ այն գլխից դու իրենց հետ ես ասցի, չէ՞, այդ շարժումը։ Դե լավ է, հա, ես ուրախ եմ, որ ողջախոհությունը այս դեպքում ձեր ինֆորմացիայի տրամաբանության շրջանակներում հաղթել է, իսկ ինչ վերաբերվում է պոկելուն, թուլացնելուն երկրորդ նախագահին, ակնհայտ է, որ հենց ինչպես նաև զրույցի սկզբում ասացի, հենց ամենասկզբում դուք նկատած կլինեք, որ փորձեր արվում նախ Հայաստան խմբակցությանը տարանջատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։ Ասում են, որ Հայաստան խմբակցության հետ կապ չունի երկրորդ նախագահ, հետո այդ ռեսուրս ունենալ չունենալու մասին դիսկուսը դաշտ նետեցին, որ Ռոբերտ Քոչարյան 18 աջակից ունի, ռեսուրս չունի, падգամավորների հետ կապ չունի։ Հիմա հայտարարում են, որ գերության մեջ են գտնվում այդ падգամավորները, ընկերներ, կողմնորոշվեք։ Հիմա կապ ունի Հայաստան խմբակցության հետ, չունի, գերության մեջ ենք, գերության մեջ չենք, պետք է ի վերջո մեր ընկերները կողմնորոշվեն, որովհետև այս ամբողջ քարոզչական հնարքները չեն աշխատում այլևս։ Մենք ուրիշ բայց ասեք, որ քարոզչական հնարքների տերերը տեսանել են, հիշում եք 2021-ին ասում էին Քոչարյանը զինվոր գերիներ է պահում, հիմա փաստորեն падգամավոր գերիներ։ Ամեն ինչ շատ լավ մարդիկ տեսնում են, բայց ես այլ բան եմ ուզում ասել։ Եթե մարդկանց հաշվարկը այն է, որ ժողովուրդը կարճ հիշողություն ունի, դե պետք է իշխանության ամենամեծ սխալներից մեկն է նաև։ Եթե մարդիկ կարծում են, որ ժողովուրդը կարճ հիշողություն ունի եւ օրինակ չի հիշում, որ 1 ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ինքը տեխնացու չունի, որ ինքը իշխանության չի ձգտում, որ իշխանատենչությունը վատ բանի է հասցնում մարդկանց, իդեպ ես այդ առումով համաձայն եմ, այո, իշխանատենչությունը շատ վատ բան է։ Եվ մենք 18 թվականին տեսանք, որ իշխանատենչությունը ինչ աղետ կարող է բերել մեր երկրի գլխին։ Մենք դա 18 թվականին այո տեսանք, որովհետև ես վստահ եմ, ես համոզմունք ունեմ, եթե 18 թվականին առաջադրվեր Կարեն Կարապետյանը, որը 2017 թվականի ընտրությունների ժամանակ ամբողջ բեռը իր վրա
կրելով խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին համարը լինելով կարողացավ իշխանություն ձևավորել, ես վստահ եմ, եթե 18 թվականին առաջադրվեր Կարեն Կարապետյանը, այս իրավիճակը այո չէր լինի։ Եվ այո, ես նույնց եմ ասում, ես համաձայն եմ, որ իշխանատենչությունը վատ բան է, բայց ես մի հատ խորհուրդ բարի, այսպես եթե դրական փորձեմ նաև դրական նոտաներով ամփոփել այս զրույցը, այսպես կոչված իմպիչմենտի գործընթացի, իսկ իրականում Հայաստան խմբակցությանը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիրախավորելու ամփոփելու լինեմ։ Դադարեցրեք այս ամեն ինչը։ Կենտրոնացեք ԿՊԱ-կան падգամավորների վրա։ Ժողովուրդը տեսնում է, չէ՞, որ այս քանի ամիսների ընթացքում դուք այդ ուղղությամբ որևէ գործ չեք արել։ Ես այն օրը նկատեցի, որ երրորդ նախագահի падգամավորներից մեկը Քոչարյանի անունը Վահագն Ալեքսանյանից շատ է տալիս։ Այդ նորմալ է, թե նորմալ չի։ Դա նորմալ է, թե նորմալ չի։ Օրինակ ես գիտեմ, որ շատ այսպես ծանր են տանում, երբ որ ես այս հարցերի մասին խոսում եմ։ Ձեր տաղավարում այդ թվում, հատկապես երևի ձեր տաղավարում, եթե խոսում եմ, կամ որևէ այլ տաղավարում, որ խոսում եմ, շատ ծանր են տան։ Ընկերներ, մի հատ նայեք ձեր գործընկերներին։ Դուք ձեր գործընկերների պահվածքը տեսել եք։ Դուք ձեր գործընկերների լայվերը, ստատուսները տեսել եք։ Կամ այն տակից աշխատանքը, որ անում եք, տեսել եք։ Ես խնդրում եմ մի հատ հայլու մեջ նայեք։ Նոր հետո գնահատականներ հնչեցրեք եւ մեզ գնահատեք։ Գանք մեր հիմնական հաճախորդին Նիկոլ Փաշինյանին, հա։ Այո։ Իդեպ կներես, նկատել եք, որ նաեւ այս իմպիչմենտի գործընթացով ինձ մոտ նաեւ այդպիսի տպավորություն է եւ կարծում եմ ժողովրդի մոտ էլ։ Հիմա նկատել եք, որ այնպիսի տպավորություն են ուզում, ոչ թե տպավորություն են ուզում ստեղծել, այլ այնպիսի իրականություն են ստեղծել, հարմար Նիկոլ Փաշինյանի համար իրականություն, որ մեզ մեղադրեն իմպիչմենտ չցանկանալու մեջ, մենք պատասխանենք իրենց, հետո իրենք արձագանքեն, հետո մենք իրենց պատասխանենք։ Հա, այնպիսի տպավորություն է, որ սենց ինչ որ հարմար ջերմոցային պայմաններ ստեղծած լինեն Նիկոլ Փաշինյանի համար, որ Նիկոլ Փաշինյանը իր սև գործը անի։ Մեր խնդիրը փաստորեն Նիկոլ Փաշինյանը չի։ Ձեր խնդիրը Նիկոլ Փաշինյանը չի։ Ձեր ամբողջ ռեսուրսը, լրատվական ամբողջ դաշտը, ձեր ուժերը, ձեր աջակիցները աշխատավարձով, չէ, ռետորական հարցադրումներ է, իհարկե, ակնկալիքներ չունեմ։ Չունեմ ակնկալիքներ, ռետորական հարցադրումներ են։ Ձեր աշխատավարձով ստատուս գրողները ահռելի ի վերջո ռեսուրսներ ունեք, իսկ դրանք դուք ունեք, ես գիտեմ, որ ունեք։ Բայց ինչի՞ չեք կենտրոնացնում Նիկոլ Փաշինյանի այս հատկապես եկեղեցու դեմ սկսած այս արշավը կասեցնելու։ Լավ, իրար հետ համաձայն չենք, մենք եւ դուք իրար հետ ինչ որ հարցեր կա, որ չենք կարողանում կիսել։ Տարբեր պատկերացումներ ունենք, նույն 18 թվականի իրադարձությունների հետ կապված, դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված, բայց կարող եք գործել Նիկոլ Փաշինյանի դեմ, թե ձեր ամբողջ քարոզչա մեքենան այսօր աշխատում է Ռոբերտ Քոչարյանի դեմ եւ Հայաստան խմբակցության դեմ։ Այդ նույն մարդիկ, որ խոսում են, դուք կարող եք 3 գրառում բերել, որ Նիկոլ Փաշինյանի մասին է եղել։ Լավ, գանք Նիկոլ Փաշինյանին, այս մարդը թիրախավորել է եկեղեցին, իրեն բարոյականության ոստիկանի դեր է ստանձնել, հա, վերապահել եւ ասում պիտի ստուգենք, որ հոգեվորական ինչ կյանքով է ապրում։ Ես չեմ ուզում այդ քննարկման մեջ մտնել, հոգեվորականները չգիտեմ երեխաներ ունեն, չունեն, զուտ են պատճառ, որ այս սրիկան է այդ հարցը բարձրացնում, ինձ համար դա անընդունելի է իր առաջ վերած թեմաները քննարկել։ Բայց այնուամենայնիվ հասկանալի է, որ Փաշինյանի գործողությունների տակ կա պլան։ Այո։ Հիմա երկու կարևոր նպատակ ինքը հետապնդում։ Որոնք են դրանք։ Նախ ինձ համար էլ անընդունելի է, տգեղ է եւ տհաճ է անդրադառնալ իր գրառումներին, դրանք մեկնաբանել եւ այդ թեմային ես առհասարակ չեմ ցանկանում անդրադառնալ։ Իդեպ ի ուրախություն ինձ պետք է ասեմ, որ դա հրաժարվեց նաև մեկնաբանել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը փակ նիստի ժամանակ եւ ասելով, որ իր համար տհաճ է այդ թեման։ Հիմա նպատակների մասին Նիկոլ Փաշինյանի ես կողմնակից եմ եւ հորդորս է բոլորին, որ չխորանալ իր ասածների բովանդակության մեջ, այլ փորձել հասկանալ, թե ինքը ինչ նպատակ է հետապնդում։ Նախ արձանագրենք, որ բովանդակության մեջ չխորանալու մասով, արձանագրենք, որ եկեղեցին մի կառույց է,
ինքնակազմակերպվող կառույց է, որը իր ներսում խնդիրները լուծելու կարգավորման, այո, մարմին ունի, մեխանիզմներ ունի եւ այդ բոլոր հարցերը եւ խնդիրները, եթե կան, եկեղեցին իր ներսում կարող է լուծել։ Հիմա Նիկոլ Փաշինյանի նպատակների մասին։ Գիտեք, մենք շատ երկար ենք նաեւ գործընկերների հետ, խմբակցության մեր падգամավորների հետ կամ նաև սովորական հասարակ քաղաքացիների հետ մեր շարքային քաղաքացիների հետ տարբեր նաև առիթներ են լինում։ Իդեպ շատ մեծ է արձագանքը քաղաքացիների շրջանում հասկանալու, մեզանից նաև հասկանալու, թե ինչ է կատարվում եւ ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն այս հարցը օրեր շարունակ քննարկումների առարկա է դարձել մեզ համար տարբեր ֆորմատներով։ Եվ ներսում ենք իրար հետ խոսել, եւ մեր քաղաքացիների հետ շփումների ժամանակ ենք փորձել վերհանել, հասկանալ, թե որոնք են նպատակները։ Երկու նպատակ հայտապնդում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը վերջին ազգային կառույցը փորձում է վարկաբեկել։ Ես կարծում եմ, որ բանակը վարկաբեկելուց հետո հիմա ինքը անցել է, իսկ բանակի վարկաբեկման process-ը թույլ տվեք ասել նաև կարող է մի քիչ տարօրինակ անգամ թվա մեր քաղաքացիների համար, բանակը կլուբնիկայի հետ ասոցացնելներ։ Այո։ Այդ կարող է մեր շարքային քաղաքացիների համար այտենց ականջին հաճելի էր, որ կլուբնիկա են տալիս, բայց ինքը փորձեց բանակը դարձնել կլուբնիկայի սպառման վայր, հասկանում եք։ Դա շատ բանակի մարտունակությունը, պետության անվտանգությունը իջեցվեց սնվելու մակարդակ։ Իջեցվեց կլուբնիկի մակարդակի, այո։ Ոչ թե անգամ փորդ կուշտ, այլ եթե տարբեր ուտելիքներ ես ուտում, որովհետև ես ասեմ, ես անցել եմ զինվորական ծառայություն, զինվորական ծառայության սնունդի տեսանկյունից կարևոր է ոչ թե տեսականին, ոչ միայն կալորիականությունը, այլ նաև որ դու բանակային պայմանների համար որ անվտանգ սնունդ ընդունես, որ երկար ժամանակ քեզ էներգիա տա եւ ինքը հնարավորինս հեշտ մարսվի եւ հնարավորինս քիչ խնդիրներ ստեղծի։ Այո։ Որտեվ հատկապես պատերազմական իրավիճակում այդ սննդային խանգարումները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել։ Պատերազմական իրավիճակում մեր բանակը, այո, մեր բանակը մեզ կլուբնիկա պես։ Պատերազմական իրավիճակում որ իր դրած համակարգը բանը խափանվեց, այդ մասնավոր ընկերությունները մարտի դաշտ սնունդ չեն տանում։ Ես հո եղել եմ Արցախում նաև բան ինչ որ ջոկատի կազմում եւ ես տեսել եմ որ սնունդը զինվորները հայթայթում են իրենց ճանապարհով ոչ թե այդ մասնավոր ընկերության վարորդասպորտ չեմ քշում այո դե գնաս տիպիկ այդ բոլոր խնդիրներին այո ծանոթ եմ նաեւ հերոսների վարկաբեկման միջոցով պատերազմ անցած հերոսների գործող սպաներին վարկաբեկելու միջոցով ամբողջությամբ փորձ արվեց վարկաբեկել բանակը հիմա հաջորդ եւ ամենավերջին ազգային կառույցը որ մնացել է դա հայ առաքելական եկեղեցին է եւ ինքը ամբողջությամբ լծվել է վերջին ազգային կառույցը վարկաբեկելու գործին իսկ ասեք ինչա ցանկանում վարկաբեկել վարկաբեկումը որ առաջիկա ընտրությունների ժամանակ ոչ թե դիմադրություն չտեսնի այլ իր համար ավելի նպաստավոր ըստ էության պայմաններ ստեղծի եւ պարարտ հող ստեղծի հետագա քարոզչական իր հնարքների համար նպատակ երկու Նիկոլ Փաշինյանի այս համատարած ագրեսիայի նաև Տիկին Աննա Հակոբյանն էր միացել կամ Նիկոլ Փաշինյանն էր միացել Աննա Հակոբյանի արշավին այո դրա համար ես հերթականությունը չեմ կարողանում ճիշտ հերթականության հարցում չեմ կարողանում ճիշտ կողմնորոշվել ով ու միացավ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանը միացավ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանը միացավ իրենք փորձում են մաքսիմալ ժողովրդի մոտ հասարակության մոտ ստեղծել ոչ միայն ապաթիա այլ հերու պահել ցանկացած քաղաքական process-ից իրենք վանում են քաղաքացիներին իրենք փորձում են հաջորդ ընտրությունների ժամանակ ստանալ քիչ մասնակցություն եւ այդ պայմաններում քիչ մասնակցություն եւ այդ պայմաններում նաեւ ազդակներ են հղում իրենց ընտրազանգվածին եւ այդ քիչ մասնակցության մեջ փորձում են կոնսոլիդացնել իրենց ընտրազանգվածին իմ հետևությունները այս երկուսն են որոնք իրար հետ բնականաբար փոխկապակցված են եւ բայց ես կարծում եմ որ հակառակ էֆեկտն է լինելու հակառակ էֆեկտն է սա լինելու որովհետեւ ես շատ քաղաքացիների հետ եմ խոսել
խոսել, անկեղծ եմ ասում, ովքեր անգամ քաղաքական process-ներին չեն հետևում։ Վերջերս մի քաղաքացու հետ էինք հանդիպել, ով դժվարանում էր անգամ կողմնորոշվել, թե որ ֆրակցիայի ներկայացուցիչն եմ ես, բայց միևնույն է իր համար հստակ փաստ էր, որ Նիկոլ Փաշինյան կոչվածը թիրախավորել է եկեղեցին եւ իր համար դա անընդունելի է։ Այսինքն այս ամեն ինչի պայմաններում մտածել, որ քաղաքացիները կվանվեն քաղաքական process-ներից, կվախենան խոսել, նաև իրենք ինչ էին անում այդ արշավներով, չէ՞։ Օրինակ Աննա Հակոբյանը մարդկանց գրառումները դնում էր իր պատին, էլ ոչիլ, էլ էշ, էլ չգիտեմ ինչ, ամենատարբեր վիրավորական ձևակերպումներ էր անում։ Ինքը քաղաքացուն մեսիջ էր հղում, որ չհամարձակվես խոսել։ Չհամարձակվես խոսել, որովհետև քեզ հրապարակային իմ ամբողջ ռեսուրսներով խայտարական։ Այո, Ալեն Սիմոնյանը երբ թիկնապանների ուղեկցությամբ բնակչի էր փնտրում Երևանի փողոցներից։ Այո, ընկել էր քաղաքացիների Ինչա՞ որ իր անունը տվել էր եթերում։ Հա, ես այդ պահին պատկերացրեցի, օրինակ պատկերացնում եք, դե Ռոբերտ Քոչարյանն էլ 4 միլիարդ դոլար է ինչ է վերագրում։ Պատկերացնում եք, այդ հրապարակումներից հետո Ռոբերտ Քոչարյանը վերցներ իր ախրանիկներին եւ ընկներ մասնակցությամբ քաղաքականության որակը այնքան ընկել է եւ ես ավելին ասեմ, այսրանց ֆոնին ինձ Շմայիսը բարեկիրթ այս մարդա թվում, անկեղծ եմ ասում։ Սրանց արածների ֆոնին Շմայիս ինչ որ սկզբունքներ ունեցող, բարեկրթություն ունեցող, հատկապես Ալենի, ասեք, հաստատ դժվար է պատկերացնել Շմայիսին ինչ որ քաղաքացիների վրա թքելիս կամ թքելիս երիկ չի, ձեռքերը կբռնեն ախրանիկները։ Ալեն Սիմոնյանը իր հարցազրույցներից մեկում, չեմ էլ ուզում անդրադառնալ անգամ իր հայտարարություններին, իր վերջին հարցազրույցներից մեկում մի այսպիսի անկեղծ դրվագ պատմեց, ասում է, երբ որ ես ազգային ժողովի նախագահ էի ընտրվել, ընկերս ինձ ասեց, Օլեն, դու իմ ազգային ժողովի նախագահ ես, ասում եմ, ես էլ ասի հա։ Այսինքն Ալեն Սիմոնյանի շրջապատն է զարմացած, որ ինքը ազգային ժողովի նախագահ, մենք էլ ինչ խոսենք։ Լավ, վերջին հարցը եւ ամփոփենք, ինչպես անել ձեր գնահատմամբ, որպեսզի եկեղեցուն պաշտպանեն քաղաքական ուժերը, բայց միևնույն ժամանակ եկեղեցին չպիտակավորվի այս կամ այն քաղաքական ուժի, որ իշխանություն փորձում է, չէ՞, անել, որ այս քաղաքական ուժերը եկեղեցին ուզում է իշխանապողություն անի, դրա համար Կրեմլի ագենտները, Կրեմլի ագենտներ, Բելարուսիա էր գնացել, թամպես չէր գնացել եկեղեցի բացել, ասում են պատմությունը, բան Լուկաշենկոն է կաթողիկոսին ասել, բան Նիկոլին փոխել եւ այսպես հիմարություններ են տարածում, բայց ինչպես անել, որտեվ մենք օրինակ նկատեցինք, չէ, եւ Վեհափառ Հայրապետի խոսքից եւ հոգեոր խորհրդի հայտարարությունից, որ իրենց պատասխանատվության չափը իրականում զգում են։ այո, Իրենք չեն պատրաստում իջնել ԿՊ-ի Նիկոլի մակարդակի, մտնել այս քաշքշոցի մեջ, բայց մյուս կողմից ինչպես իրենց պաշտպանել, աջակցել որպես հանրային քաղաքական միավորներ, միևնույն ժամանակ իրենց չներքաշելով այս քաղաքական ժողովրդական խոսքով ասած բազարի մեջ։ շատ զգույշ։ Եթե կարճ, ապա շատ զգույշ։ Ես նկատեցի նաև, որ շատերի մոտ վրթովմունք կար, թե ինչու Վեհափառը կամ ինչու եկեղեցին ավելի սուր հայտարարություններով հանդես չեն գալիս։ Շատերի մոտ չէ, բայց կոնկրետ շրջանակի մոտ հա։ Կոնկրետ շրջանակների մոտ, այո, միայն այդ շրջանակները չէին։ Բայց ես կարծում եմ, որ ոչ Վեհափառը, ոչ եկեղեցին առհասարակ, այո, ինձ համար էլ անընկալելի կլներ, որ եթե իջնեին Նիկոլ Փաշինյանի ու ԿՊԱ-ականների այդ խոսույթի մակարդակին, կամ ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի գործողություններ պետք է անի եկեղեցին, որովհետև վստահաբար Նիկոլ Փաշինյանը հենց դրան է սպասում։ Նիկոլ Փաշինյանը սպասում է շատ սուր, ոմանց պատկերացմամբ սուր եւ իր պատկերացմամբ սուր արձագանքի եկեղեցու կողմից, Վեհափառի կողմից, այս սցենարը իրականացնելու համար, որը ինքը իր մտքում ունի։ Այս պայմաններում իմ համար նաև գիտեք շատ տպավորիչ էր Վեհափառի օդանավակայանում ունեցած խոսքը եւ առհասարակ այդ կադրերն էլ էին իսկապես շատ տպավորիչ էին։ Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը գործ ունեն իհարկե այստեղ անելու,
ունեն գործ պաշտպանելու եկեղեցին, ունեն գործ պաշտպանելու վեհափառին, բայց նաև թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանը փորձի քաղաքականացնել այդ process-ները, եկեղեցուն, վեհափառին Արի ավելի բարձ քաղաքականացնել։ ասեմ, էլի, ես չգիտեմ, երևի Եթե դու կամազերս հետս։ սցենար կա, Սցենար չէ, ես ասեմ ինչի մասն եմ։ Քաղաքական ուժերը իմ ընկալմամբ պիտի եկեղեցուն պաշտպանեն ուղակի ելնելով նրանց, որ պիտի պաշտպանեն ոչ թե դիվիդենդներ քաղելու նպատակով, Բնականաբար։ որովհետև հենց որևէ քաղաքական ուժ եկեղեցուն վեհափառին աջակցում է քաղաքական դիվիդենդներ ստանալու նպատակով։ Այդ դեպքում արդեն իրականում Նիկոլի պլանը ոնց որ իրագործում է, դա դառնում է մեծ բազար, Այո, որին ես մասնակից դրա դառնում համար է ասեցի, շատ զգույշ, իհարկե առանց դիվիդենդներ հավաքելու։ Հա, այդ օթանավականի հետ կապված օրինակ դա փորձարվեց ներկայացնել որպես վարչապետի տեխնացուի կոչով արված շարժում։ Այնտեղ մեկը կար անգամ չէր կողմնորոշվել։ Հիմա Արտուր Վանեցյանի կոչով պետք է ասի, որ հավաքվեցին, թե վարչապետի Բայց տեխնացուի օրինակ վատ բան չեն ասել։ Ես հիմա համար- հարցազրույցից հետո պատրաստում Դավիթ Համբարձումյանի կոչով գնալ անձնագրային բաժանմունք այնտեղ։ Հրաշալի։ Վաղուց Ես ողջունում պլանավորել եմ է, բայց ձեր այդ քայլը։ կոչով Ես գնալ։ ողջունում եմ ձեր քայլը։ Հասկացա, Ավելի չէ, ինչ լուրջ, էի ասում, որ ես չմասնակից կիսում եմ չդարձնել ձեր եկեղեցու։ տեսակետը, որ սա այն թեման չի, որտեղից պետք է քաղաքական դիվիդենդներ քաղել, քաղաքական դիվիդենդներ քաղելու համար Նիկոլ Փաշինյանը այնքան լայն դաշտ է տվել, Նիկոլ Փաշինյանը այնքան ավերիչ կործանիչ գործողություններ է անում, աշխատանքային դաշտը, կոպիտ ասած, ճակերտավոր աշխատանքային դաշտը այնքան մեծ է, որ այնքան քաղաքական դիվիդենդներ կարելի է շահել, բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ որոշ շրջանակների կողմից քաղաքական դիվիդենդները հավաքվում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու, այլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելու շրջանակներում։ Պատմությանը ամփոփենք, շնորհակալ եմ Ես էլ եմ Ագնեսը, շնորհակալ։ շատ հետաքրքիր ու անկեղծ զրույցի համար, ի վերջո նաև շնորհակալություն պիտի հայտնեմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, միայն իր ջանքերի շնորհիվ մենք այսքան տարիների մեջ շատ բաց զրույցներ ենք ունենում, ասեկան չկան այլևս ինչ ոնց է ջենտլմենական 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 պայմանավորվածություններ։ պայմանավորվածություններ կամ միայն անկեղծության մասին պայմանավորվածություն, եւ ես շնորհակալ եմ հետաքրքիր զրույց ստացվեց։ Ես էլ եմ կարծում շնորհակալ։ Ես շեշտեմ զրուցում էի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնես Ախամոյանի հետ, տեսություն կհանդիպենք։